հանձնաժողովի նիստի ժամանակ խոսեցիք, որ ձեզ անհանգստացնում է սոցցանցերում։ Ես չասի, որ ինձ անհանգստացնում են։ Չի անհանգստացնում։ Ոչ մեկը։ Ոչ թե Ես ձեզ անձամբ, այլ ընդհանուր առմամբ մարդկանց համար, ովքեր սուտ լուրեր են տարածում, զրպարտչական խոսքեր են ասում, վիրավորում են, նույնիսկ սեռական հայհոյանքներ են տալիս, որը քրեորեն պատժելի է, բայց առայժմ տեսնում եմ, որ այդ մարդիկ առանց պատասխանատու լինելու են մնում։ Իսկ դուք նկատել եք, օրինակ, այդ մարդկանց մեջ իշխանության աջակիցներ էլ կան, դուք բոլորին եք դատապարտում։ Ինձ համար միևնույն է, ով ուզում է լինի, ովքեր որ վիրավորանք են հասցնում մարդու անձին, անձնական, սեռական հայհոյանքներ են տալիս եւ այլն, դրա համար պետք է դրա դեմն առնվի։ Ոնց եք պատկերացնում, ինչ պետք է անեն։ Դե ես դրա համար հարց տվեցի նախարարին, ինչ կարելի է անել։ Դա ասեց, որ բարդ հարց է, որովհետեւ Իրանից կախված չի, նախարարություններից կախված չի եւ այլն, պետք է ինչ-որ օրենքներ սահմանվեն այդ վիրավորողներին, հայհոյողներին, իհարկե կան օրենքներ, քրեորեն պատժելի են, բայց եւ ավելի խստացվի եւ դրա դեմն առնվի, այսքան բան։ Իսկ դուք տեսել եք օրինակ եկեղեցու հետ կապված այս գործընթացների ժամանակ, ինչ էր, չէ, եկեղեցու չէ, այդ հարցը չեմ տալիս։ Ինչ բառապաշարով էր օրինակ Նիկոլ Փաշինյանը արտահայտում, հետևել եք։ Արի եկեք այդ հարցերը ինձ մի տվեք, Նիկոլ Փաշինյանը ասում է, որ եկեղեցին իրավունք չունի կառավարության հարցերին ներթափանցի եւ այլն, իհարկե դա եւ սահմանադրությամբ կառավարությունն էլի նույնպես եկեղեցու գործերին չպետք է միջամտի, բայց որ եկեղեցին միջամտում է կառավարության խնդիրներին, ներքին հարցերին, էսի արդեն ուրիշ խոսք է։ Ես եկեղեցու մասին չի ասում, ես Փաշինյանի բառապաշարի մասին եմ խոսում։ Փաշինյանի հետ եկեք ինձ մի հարցեր տվեք, Փաշինյանի բառապաշարը շատ լավն է, շատ նորմալ է, մարդկային է, դե մարդ է, եթե մեկ էլ ինչ-որ չափից դուրս ես գալիս, կարող է եւ նաեւ մի խոսքի սայթակում եւ այլնի, դա խոսքը չի վերաբերում Փաշինյան, բոլոր մարդկանց, եթե դու մարդ ես, խոսում ես եւ այլն մտածում ես, քո մտածածի ձևով կարող է բաներ ասես, որը քո դիմացինին դուր չի գալիս։ Դրա համար դրանք ուրիշ խոսքեր են։ Շնորհակալություն։ Եվ վերջին հարցը, արդեն պարզ է, օրինակ խորհրդարանական ընտրություններ են, ձեր հետ կապված փոքրամասնությունների հետ կապված, պարզ է, ով է, կրկին դուք եք լինելու հաջորդ խորհրդարանում։ Ես դիմում եմ ներկայացել, իմ դիմումը ընդունել են, կմասնակցեմ ընտրություններին, բայց ազգային փոքրամասնությունների համար կա Դոնթի բանաձև։ Այդ Դոնթի բանաձևով, եթե ուրիշ կուսակցությունների մեջ կան մեր ազգակիցներ եւ հետո դա կախված ընտրություններից տոկոսային հարաբերությունից եւ այլն, կարող է ես չընտրվեմ, ուրիշ ընտրվի կամ հակառակ process-ը դա կտեսնենք։ Արդեն քանի գումարման ազգային ժողովի պատգամավոր եք, պարոն Ասլան։ 3 գումարման նստաշրջանի պատգամավոր եմ եղել, 3 նստաշրջաններն էլ ես որպես տարիքային մեծ ես եմ բացում կատարել, տեսնենք հաջորդ 9-րդ գումարման նստաշրջանը ինչպես կնի ես, եթե կընտրվեմ, չեմ ընտրվի, դա էլ թողնենք ապագային։ Ցանկություն կա նորից լինելու խորհրդարանում։ Հոգնել եք արդեն։ Իհարկե, չէ, չեմ հոգնել, ինչքան որ ես միշտ եղել եմ հասարակական քաղաքական աշխատանքի մեջ, այդ աշխատանքը սիրում եմ նաև իմ խմբակցությունը, կուզենամ, որ մեր թիմը ավելի լավ ընտրություններում առաջ ընկնի։ Եթե չեմ սխալվում, հանրապետականների հետ էլ եք, չէ՞ աշխատել։ Այո։ Եվ տարբերությունը, որ ասում եք թիմի։ Չէ, ինձ համար հանրապետական են մեկը նշանակություն չունի, մարդ են, պատգամավոր են, հայ ժողովրդի ներկայացուցիչներ, ինձ համար դա ավելի ճիշտ է։ Շնորհակալություն։ Այսքան հանրապետականների հետ եք աշխատել ԿՊ, տարբերությունը լավ, կասեք ինչպիսին էին նրանք, ինչպիսին էին։ Ես տարբերություն չեմ դնում, ամեն մարդ իր։ Այս իշխանությունն ասում է նրանք թալանչիներ էին, դուք թալանչի չեք համարում։ Չէ, ես ոչ մեկին թալանչի չեմ համարում, որովհետև թալանի համար փաստեր կան, հիմա էլ իրոք փաստեր կան, որոնք դատախազությունը, քննչական մարմինները քննում են, եթե դա թալան է արել, դրա համար պատասխան պետք է տա ոչ մի բան։